Ողջույն հարգելի ռադիոլսողներ, ասպարեզ հանրային ռադիոյի եթերում երկխոսության լսարանի հյուրն է ժողովրդագետ Արտաշես Բոյաջյանը։ Շնորհակալություն պարոն Բոյաջյան այս զրույցին մասնակցելու համար։ Հայաստանի լիարժեք անդամակցումը Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր է ձախողվի։ Այս մասին հունիսի 23-ին Սոչիում Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովն էր հայտարարել եւ ասել, որ միանալու դեպքում Հայաստանը առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներին պետք է փոխհատուցի Եվրասիական տնտեսական միության եւ առևտրի համաշխարհային կազմակերպության սահմանված մաքսատուրքերի տարբերությունը։ Համաձայնության գալու համար Շուվալովն ասել է Հայաստանը պետք է բանակցի առևտրի համաշխարհային կազմակերպության երկրների հետ։ Ինչ կարող է առաջարկել Հայաստանն այդ երկրներին։ Եվ արդյոք բանակցությունները մինչև 2015 թվականը կավարտվեն եւ ձեր կարծիքով ի վերջո մենք կմիանանք Եվրասիական տնտեսական միությանը։ Յուրաքանչյուր միջազգային նշանակության տնտեսական կամ քաղաքական կազմակերպությունների միավորումը ինքնանպատակ չէ։ Նաև Շուվալովի հայտարարությունը ինքնանպատակ չէ, եւ նախորդ ինքը զգուշացրել է Հայաստանի կառավարությանը, որ դու համաշխարհային կազմակերպության առևտրի հետ խնդիրներ կունենաս եւ գնա այդ խնդիրները լուծի։ Այստեղ ոչ թե պետք է մենք ընկալենք, որ Ռուսաստանը փոխել է իր քաղաքականությունը, որ Հայաստանը չդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ, այլ ընդհակառակը, որ հետագայում բարդություններից խուսափեն։ Այստեղ արդեն պետք է Հայաստանի իշխանությունները ակտիվ աշխատանք կատարեն եւ եթե միջազգայինորեն ընդունված է, որ պետք է փոխհատուցեն, ուրեմն պետք է փոխհատուցեն։ Եթե չէ, այդ դեպքում պիտի արդեն չմտնի Եվրասիական տնտեսական միության մեջ։ Նորից եմ ասում, այստեղ Ռուսաստանը ոնց որ դուռը ցույց չի տալիս, այլ ասում է այն խնդիրները, որը պետք է Հայաստանի իշխանությունները լուծեն։ Իսկ առհասարակ ինչ կարող է տալ Եվրասիական տնտեսական միության անդամագրումը Հայաստանին։ Եվրասիական տնտեսական միության անդամագրումը Հայաստանին կարող է տալ առաջին բնակչության ազատ տեղաշարժ։ Այսինքն հիմա մենք ոնց որ գնում ենք Սիսիան գորից, նույն ձևի կարող ենք գնալ Ռուսաստանի Դաշնություն։ Խնդիր չենք ունենա գրանցման հետ կապված, աշխատելու հետ կապված, սա առաջին։ Երկրորդ, ապրանքների ազատ տեղաշարժ, երբ որ ապրանքները չեն հարկվի։ Սա նշանակում է, որ մեր արտադրված ապրանքը, երբ որ մենք արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ մենք մաքսատուրք ենք ուծում։ Եվ դա բերում էր ապրանքի գնի թանկացմանը։ Տրանսպորտային ծախսերը մեծացումը ավելի կբարձրանա։ Ոչ, միակողմանի է, մի կողմն է արդեն կանցում։ Եթե նախկինում երկու կողմներ այդ հարկը կանցում, հիմա այդ դառնում է միակողմանի։ Այսինքն բերում է ապրանքների ապրանքաշրջանառության աճ։ Այդ առումով Հայաստանի Հանրապետությունը դա օգուտ է բերում եւ կարող է խթանել մեր հանրապետությունում թեթև եւ սննդի արդյունաբերության զարգացմանը։ Եթե հիշում եք խորհրդային տարիներին մենք ԱՊՀ երկրներում առաջնային տեղ ենք գրավում թեթև արդյունաբերական ապրանքների, հատկապես տեքստիլ, կաշվի կոշկեղենի արտադրության ծավալով։ Բացի դրանից խմիչքների արտահանման ծավալ։ Իսկ ինչքան մենք շատ ապրանք արտահանենք եւ քիչ ներմուծենք, դա մեր երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացման համար բավականին դրական է։ Այսինքն, այստեղ կան նաև մյուս կողմը։ Ճիշտ է, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների, իսկ ես կասեի հիմնականում դա Ռուսաստանի Դաշնության հետ պետք է կապերը ամրապնդվեն, որովհետև Բելարուսի եւ Ղազախստանի հետ մեր տնտեսական կապերը այդքան ամուր չեն։ Խնդիր է առաջանում հարաբերությունները կարգավորել այն երկրների հետ, որոնք Եվրոպական տնտեսական միության անդամ չեն։ Այդ առումով էլի դրական նախադրյալ է ստեղծվում մեր հանրապետության համար։ Ինչի եմ ասում սա ասում։ Ռուսաստանից եկած գումարների մեծ մասը տրանսֆերտների։ Մոտավորապես տարեկան $500 միլիոն մենք կապիտալ ներդրում ենք անում Թուրքիայի տնտեսության մեջ, այնտեղից ներկրելով թեթև արդյունաբերական ապրանքներ եւ մեքենա սարքավորումներ։
Երկրորդ կապիտալի արտահանման համար խոչընդոտներ կարող են ստեղծվել եւ այդ գոյացած կապիտալը արդեն ստիպված մեծահարուստները Հայաստանի Հանրապետության կներդնեն մեր հանրապետության տնտեսության մեջ, այսինքն մեծահարուստների ազգայնացում տեղի կունենա, ինչպես դա տեղի ունեցավ Ռուսաստանում։ Ամեն դեպքում եվրոպական տնտեսական միության անդամագրվելը դա կարող է բրաս լինի որոշ գործարարների, օլիգարխների, բայց կարող է օգուտ լինի աշխատող բնակչության։ Պարոն Պոյաջյան, դիտարկենք այլ հարթությամբ այդ անդամակցությունը ինքնիշխանության կորուստ չի նշանակում։ Եթե ինքնիշխանության կորուստի մասին է խոսքը, մենք 90-ական թվականից էսկոմ չենք ունեցել ինքնիշխանության այնպիսի բարձր մակարդակ, որ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալով ունենանք այդ բարձր մակարդակը։ Ես կարող եմ դա փաստերով ապացուցել եւ ներկայացնել, թեկուզ ընտրությունների ժամանակ, երբ որ OBS-ն, ասենք ԵԱՀԿ-ն գալիս էր ցուցումներ էր տալիս, որ արտար ընտրություններ չեք անցկացրել, պետք է այս քայլերը կատարեք, այսինքն իրենք հանձնարարություններ էին տալիս։ Հազարավոր օրինակներ կարող են բերել։ Այժմ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինքնիշխան քաղաքականություն չի կարող վարել, որովհետև նա հաշվի է նստում նաև աշխարհի այլ երկրների կարծիքների հետ ամեն դեպքում։ Ուզում եմ ասեմ, որ ինքնիշխանությունը դա արտահայտված պետք է լինի ներքին քաղաքականության մեջ, իսկ արտաքին քաղաքականության մեջ եղել է այնպես, ինչպես որ պետք է լինի։ Ուղղակի հիմա ավելի շատ արտաքին քաղաքականությունում Հայաստանը պետք է դեմ դուրս չի գա ընդհանուր ռուսական արտաքին քաղաքականության ուղեցրին։ Իսկ ներքին քաղաքականության մեջ ինչպես եղել է ինքնիշխան, այդպես էլ կմնա։ Ինձ թվում է կլինի այնպես, ինչպես որ եղել է վերջին 20 տարիների ընթացքում։ Պարոն Պոյաջյան, կարծիքան որքանի դեռ լուծված չէ Ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանը չպետք է դիտարկի Եվրասիական միության կամ էլ Եվրամիության անդամության հարցը, ձեր դիտարկումը, ձեր կարծիքը։ Ղարաբաղի խնդրի լուծումը ընդհանրապես գտնվում է այլ հարթության մեջ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հարթության մեջ, եւ դա լուծվում է այդ շրջանակներում, եւ դրանով պայմանավորված Ղարաբաղը կլինի Հայաստանի հետ Եվրասիական տնտեսական միության մեջ չի լինի, դրանից որևէ բան չի փոխվի։ Գլխավոր խնդիրը դրանում չի։ Այլ գլխավոր խնդիրը նրանում է, որ մեր երկրի տնտեսությունը զարգանա, բնակչության թիվը ավելանա, ինչն էլ բնականաբար կբերի Լեռնային Ղարաբաղի բնակչության թվի եւ տնտեսության զարգացմանը։ Հիմա Ղարաբաղով կլինենք տնտեսական միության անդամ, Ղարաբաղով չենք լինի տնտեսական միության անդամ, դա էական նշանակություն չունի։ Այսինքն բոլորն էլ դա հասկանում են, նույնիսկ հասկանում է Ղազախստանի նախագահը եւ նաեւ Ադրբեջանի նախագահը։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար, հարգելի ռադիո լսողներ, ասպարեզ հանրային ռադիոյի եթերում երկխոսության լսարանի հյուրն է ժողովրդագետ Արտաշես Պոյաջյանը։ Մնացեք մեզ հետ։